ինչու հացադուլ։ Տեսեք, ընդամենը օրեր առաջ, ինչպես բազմաթիվ անգամ է նշվել, Փաշինյանական ռեժիմի կցորդ հանդիսացող դատարանը ապօրինաբար երկարացրեց քաղաքական բանտարկյալներ, իմնեմնիմի փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի ապօրինի կալանքը եւ Նարեկ Սամսոնյանը ինքը հայտարարեց հենց դատարանի դահլիճում անժամկետ հացադուլ, ընդվզելով եւ իր բողոքը արտահայտելով տեղի ունեցածի վերաբերյալ։ Ինչու հացադուլ, որտեղ Նարեկ Սամսոնյանը այսօր գտնում է անժամկետ հացադուլի մեջ եւ մեր բոլորիս պարտքն է սատար կանգնել նրան, նրա պայքարի նպատակներին եւ մենք պետք է բոլորով ամեն ինչ անենք, որպեսզի թե նա, թե Վազգեն Սահաթելյանը եւ թե առհասարակ մնացած բոլոր քաղաքական բանտարկյալները, որոնք առկա են այսօր Հայաստանի Հանրապետությունում, ազատ արձակվեն եւ ինչպես բազմիցս մենք նշել ենք, մեր անտիֆեյքի թիմը շարունակում է բողոքի միջոցառումներ իրականացնել տարբեր գերատեսչությունների առջև, մենք անցնող օրերին միջազգային բազմաթիվ գերատեսչությունների առջև էինք հավաքվում, այսօր հայաստանյան պատկանմարմնի ներկայացուցչության առջև ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք առաջին հերթին դատաիրավական համակարգում այս խայտառակ ապօրինությունների համատեքստում, որովհետև այսօր այս համակարգը, դատական համակարգը ասվածը դարձել է ընդհանուր կամակատար իշխող վարչախմբի ձեռքին։ Այս պաստառներում այն մարդկանց նկարներն են, ովքեր ապօրինություն են գործել Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի նկատմամբ, դա առհասարակ սրանք քաղաքական ուրեմն գործերով դատավորների նկարներն են։ Կոնկրետ այն անձինք են, ովքեր ապօրինություն են գործել Սամսոնյանի եւ Սահաթելյանի նկատմամբ եւ այդ անձինք նաեւ հայտնի են այլ քաղաքական դատավարությունների շրջանակներում աղմկահարույց պատմություններով։ Քիչ առաջ Բասաբահ Մելիքյանը տեղեկացրել է, որ Նարեկ Սամսոնյանի մոտ հացադուլի արդյունքում առողջական խնդիրներ են ի հայտ եկել, դուք ինչ տեղեկություններ ունեք, ինչ ասեք այս ամենի մասին։ Մանրամասնություններին այս բան ես չեմ տիրապետում, բայց կասեմ հետևյալը, որ Նարեկ Սամսոնյանի հացադուլի արդյունքում բնականաբար ինչ-որ մի պահից կարող էին առաջանալ որոշակի խնդիրներ, որովհետև հացադուլը մենք ինքներս պատկերացնում ենք, թե ինչ բան է եւ ինչպիսի հետևանքներ է ունենում մարդու առողջության եւ նրա կենսակերպի վրա։ Ձեր կարծիքով այս շարունակական կալանքի նպատակը ի վերջո ո՞րն է։ Ինչ են ցանկանում հասնել։ Շարունակական կալանքի նպատակը դա պատժելն է սեփական քաղաքական դիմախոսներին, որովհետև մենք ֆիքսում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին առկա է մի իշխանություն, որը որ չի անդուրժում այլակարծությունը, չի անդուրժում ազատ խոսքի կամ արտահայտումը եւ իմնեմնիմի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Սամսոնյանի, Սահաթելյանի հետ տեղի ունեցածը դա ոչ միայն անտիֆեյքի նկատմամբ կամ իրենց նկատմամբ գործողություններ, որի նպատակը լրացնելն էր, այլ դա ուղերձ է առհասարակ ԶԼՄ-ներին, որ Հայաստանը թևակողում է մի փուլ, որտեղ զանգվածային լրատվամիջոցները հստակ թիրախավորվում են գործող իշխանությունների կողմից։ Բայց նայեք, հիմա դուք էլ եք եկել եւ այստեղ ակցիա եք անում եւ կարծես առաջին օրիչի ձեր նկատմամբ ինչ որ գործընթաց չկա, այ ուզում եմ հասկանալ, ինչու հենց Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սահաթելյանը եւ ոչ օրինակ։
Նախ ես ինքս էլ էի ձերբակալվել այդ օրը։ Ինչու Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սահաթելյանը, որովհետեւ նրանք պատասխանել էին ոդկասթի շրջանակներում ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Բոլորս դրա մասին գիտենք, տեսել ենք։ Շնորհակալություն։